Standard, compact, super, usual, extra, ultra. Ultraviolet. Ultraviolet. Երկար ժամանակ էր մտածում էի Facebook-ում գրառումներ անելու փոխարեն podcast անել, համարեցի դա ավելի հարմար ձևաչափ, բայց միշտ ցավեր նորանոր, միշտ մի աղետ, մի վնաս գալիս են մեզ անպակաս։ Վերջապես հասկացա, որ աղետներն անպակաս են ու մտածեցի, որ պետք է ընտելանալ աղետի ռեժիմում ապրելուն եւ պետք է կյանքի ատրիբուտները պահպանել։ Եվ այդ ժամանակ Արտակ Ալեքսանյանը Նյումեգի ղեկավարը ինձ առաջարկ արեց podcast-ի եւ կարծես ամեն ինչ ընկավ իր տեղը։ Եվ այսպես սկսում եմ իմ առաջին podcast-ը։ Մի որոշ ժամանակ առաջ բանավեճ էի լսում, որտեղ թատերական գործիչներ, կինոգործիչներ դժգոհում էին, որ չկա ժամանակակից հայ գրականության մեջ կնոջ հետաքրքիր կերպար։ Իհարկե իրենք տեղն ու տեղը հիշեցին Հրանտ Մաթևոսյանի աղունին։ Սիմոնի աղունն եմ, Իշխանի աղջիկն եմ, Արմենակի մայրն եմ, գնում եմ Երևան։ Հիշեցի իմ սեփական ընկալումների փոփոխությունները, ես համ ներկայացումն եմ տեսել, համ ֆիլմն եմ տեսել Աշնան Արևի եւ դա առիթ դարձավ, որ հենց սրա մասին ուզենամ խոսել։ Շնորհքը թորանցը տանը մնար, չբեր։ Տուններդ պալատ եք, սենյակ ունեք, միայն երեխայի պակասություն եք քաշում։ Լեզու։ Նախ հիշեցնեմ որոշ տեղեկություններ, որ այդպես ցակուցրիվ հավաքել էի տարիների ընթացքում։ Բագրատ Հովհաննիսյանը Մաթևոսյանի Աշնան Արև վիպակը նկարել է 1977 թվականին։ Վիպակը լույս էր տեսել դրանից 4 տարի առաջ։ Բագրատը նկարել է իր Աշնան Արևը, այսինքն երկու Աշնան Արևները ծնվել են համարյա միաժամանակ, երկու արվեստագետները համաժամանակյա ստեղծագործական խթաններ են ունեցել։ Գուցե դա է Չարենցի ասած ժամանակի շունչը զգալը։ Չպետք է այնքան քաղցր լինես, որ կուլ տան։ Չպետք է այնքան դառը լինես, որ թքեն։ Աղունի դերը խաղալու համար մեծ հերթ է եղել։ Դերն ստացած Անահիտ Ղուկասյանը պատմում է, որ մոտ 200 տեխնացուներից իրեն ընտրելը հրաշք է եղել։ Պատմում է, որ մերժված տեխնացուներից մեկը, Վարդուհի Վարդերեսյանը, ծանր է տարել այդ մրցակցությունը։ Ասել է. «Ուրեմն իմ կյանքի երազած դերը պիտի այդ կաթնակերը խաղա»։ Երկար ժամանակ էլ չի բարևել Անահիտին։ Տեխնացուներից են եղել նաև Անահիտ Թուքչյանը, Ալա Թումանյանը, վրացուհի դերասաններ եւ այլն։ Ֆշանոցերի մի տեսակ կաշեք են անում իրենց մարդու վրա։ Ֆիլմը դժվար ճակատագիր է ունեցել, տարիներով էկրան չի բարձրացել, կարծեմ մոտ 8 տարի։ Ոչ է նա թույլտվություններ է ստանում, ոչ է նա մերժվում, իսկ ցուցադրվելուց հետո էլ բնավ չի սիրվել։ Ըստ Անահիտ Ղուկասյանի, երբ մի օր ինքն ու Բագրատը մտել են կինոնայիրի, որպեսզի դիտեն ֆիլմի ցուցադրությունը, տեսել են շատ մարդկա, պարզվել է անձրևից են մարդիկ ապաստանել կինոդահլիճ, բայց անգամ դա չի խանգարել, որ նրանք լքեն դահլիճը եւ գերադասեն անձրևի տակ թրջվել, քան մնալ ու նայել այդ ֆիլմը։ Իշխան, գրել կտա Մոսկվա, քեզ բանտում փտեցնել կտա, մարի ինձ էստեղից դար։ Ֆիլմի նկարահանումներն էլ են դժվարություններ ունեցել, օրինակ եղել է մի տեսարան, որտեղ պետք է կիսամերկ աղջիկները լողային գետում եւ պատկերացրեք դժվարությունը եղել է ոչ թե կիսամերկացող աղջիկներ գտնել, դրանք շատ հեշտ ու արագ գտնվել են, այլ խնդիրը եղել գետի շատ սառը ջուրը, անգամ այդ տափ ամռանը։ Բագրատ Հովհաննիսյանը ապսպրել է, հանձնարարել է տաք ջուր բերել, ցիստերներով ջուր են տաքացրել բերել ու խառնել գետին, բայց դա էլ չի փրկել այդ տեսարանը։ Ամենամեծ դժվարությունը սակայն եղել է կոնֆլիկտը, որ ծագել է վիպակի ու սցենարի հեղինակ Հրանտ Մաթևոսյանի ու Բագրատ Հովհաննիսյանի միջև։ Հրանտը ոչ մի կերպ չէր համաձայնում, որ ֆիլմը նկարվի իր գյուղում, Բագրատը պնդում էր։ Հրանտը չէր ուզում, որ իր գյուղում նկարվի, տարբեր պատճառներից ես հավատում եմ սրան, քանի որ դրանից մի քանի տարի առաջ նկարվել էր «Մենք ենք մեր սարերը» եւ համագյուղացիները դժգոհ են եղել, կարծել են, որ իրենց գյուղից քաղաք գնացած գրող դարձած Հրանտը ծաղրում է իրենց եւ Հրանտը չէր ուզում, որ նման առիթ էլի տա։ Բագրատի ու Հրանտի վեճերը եղել են շատ կոպիտ, հայհոյախառն, ըստ ականատեսների, նույնիսկ մի անգամ զայրույթից լաց է եղել Հրանտը, բայց Բագրատը ոչ մի կերպ տեղի չի տվել եւ այդպես ֆիլմը նկարվել է Ահնիձորում եւ հատուկենտ գուցե նույնիսկ մեկ տեսարան է, որ ուրիշ տեղ է նկարվել։ Երանի քեզ,
Մարդիկ գնում են Էսենտուկի, Օդեսա, արտասահման են գնում մարդիկ։ Դու հովիտ ապրողները մարդ չեն։ Էսենտուկի ու արտասահման բաց քամակ հիմարներ չկան։ Հրանտը դժգոհ է եղել նաև Անահիտ Ղուկասյանի աղունից եւ ֆիլմից հետո երբ վիպակը բեմադրվել է նաև Երևանի դրամատիկական թատրոնում Արտաշես Հովհաննիսյանի բեմադրությամբ եւ դերը խաղացել է Վիոլետա Գևորգյանը, աղունի դերը, բոլորը վերջապես հավանել են, այս սա է դերասանուհին եւ այդ ներկայացումը ընդունվել է շատ լավ։ Նա ոչ մեր կարիքն ազգը, ոչ մեր փալաս փուլուսը։ Բագրատ Հովհաննիսյանից դժգոհ է եղել նաև Սիմոնի դերակատար Կարեն Ջանիբեկյանը, համարել է, որ շատ ուշադրություն է դարձնում աղունին, իրեն ուշադրություն չի դարձնում, դժգոհ է եղել նաև օպերատորը Կարեն Մեսյանը, Կարենի դեպքում խնդիրն է եղել, որ ինքը մրցակիցն է եղել սիրո հարցում, քանի որ ինչպես Կարենն էր ասում, Ջանիբեկյան Բագրատ Հովհաննիսյանը սիրահարված է եղել Անահիտին, Անահիտ Ղուկասյանին եւ այդ պատճառով է նրան շատ ուշադրություն դարձրել։ Մի խոսքով օպերատորը ֆիլմի կեսից հեռացել է, Կարենը փնփնթացել է, Կարեն Ջանիբեկյանը պատմում է նաեւ, որ աղունի դերակատար Անահիտ Ղուկասյանը միապլան է խաղացել, ներկայացրել է մի տեսակ չար, փնփնթան, շատախոս կին, իսկ կերպարի նախատիպը, որ Հրանտի մայրն է եղել, համով, հոտով, ջիգյարով կին է եղել եւ ուրեմն չէր համապատասխանում Անահիտ Ղուկասյանի ներկայացրած կերպարին։ Քո տնից մենակ էս է եկել իմ տուն ու լավ պահվում է։ Գիտես ինչի է պահվում։ Ձեռից ոտից որ ընկնես քեզ բերեմ դնեմ ես թախտին, երեսի տելընկուզեն ու մի ճյուղ դնեմ, որ ճանճերը երեսիդ չնստեն։ Խոտից փախչեն։ Ֆիլմի երաժշտության հեղինակ Տիգրան Մանսուրյանը նույն կերպ է գնահատում, համարում է, որ Անահիտ Ղուկասյանի աղունը չար, ներվային կին էր եւ Վիոլետա Գևորգյանինը հետագայում բեմադրված ներկայացման մեջ խորքային եւ գեղեցիկ կերպար է եղել։ Որ քեզ նմանը լավ է, երևակայի չուզես, կասես չեմ ուզում, են երեխայի կյանքը կուտի։ Մի խոսքով Բագրատ Հովհաննիսյանի աշնան արևը իր դառը աղունով մինչև հիմա մնում է ըստ արժանվույն չգնահատված եւ հիմա ես ուզում եմ գնահատել։ Բագրատ Հովհաննիսյանի ստեղծած աղունի պատճառը բացատրել նրա սիրահարվածությամբ դերասանուհուն անարդար է ռեժիսորի հանդեպ։ Արվեստագետների անձնական զգացումները ստեղծագործական process-ի մասն են։ Եվ հետո Բագրատը կերտում էր իր աղունը եւ կարծում եմ, որ արժե դիտարկել ֆիլմը եւ վիպակը որպես առանձին արվեստի գործեր։ Իսկ ես ինչ որ կամես եմ։ Բագրատ Հովհաննիսյանի աղունը, այո, դառը կիներ ի տարբերություն Վիոլետա Գևորգյանի կերպարի, որի ամեն տեսարանը ընդհատվում էր ծափահարություններով, դա մի համով, ֆոտով, ջիգյարով, սրամիտ կերպար էր։ Բայց տեսնում ենք, որ փաստորեն Բագրատ Հովհաննիսյանը չի քաղցրացրել իր կերպարին եւ դժվար է դա սիրահարությամբ ուրեմն բացատրել իր մղումը։ Ուրեմն ուրիշ գաղափարներ, ուրիշ կոնցեպցիաներ է ունեցել ֆիլմը նկարելիս։ Ուրեմն ինչ էր ասում ռեժիսորն իր ֆիլմով եւ ինչին համաձայն չէր Հրանտ Մաթեւոսյանը։ Հրանտ Մաթեւոսյանը իր հարցազրույցներից մեկում պատմում էր, ասում էր, որ ինքն ուզում էր իր մոր աղբյուրից ջուր բերելու տեսարանից կերտել Մագելանի ճամփորդությունը։ Այստեղ ուզում եմ միջանկյալ մի բան հիշեմ։ Դե շատերը գիտեն, որ Հրանտը հավանում էր, գովում էր իմ գրածները, բայց քչերը գիտեն, որ գովում ու մեջբերումներ էր անում անգամ իմ մի հարցազրույցից։ Երկար ժամանակ չէի հասկանում, հետո կարծում եմ, որ հասկացա ինչ էր պատճառը։ Հարցազրույցից մեջ ես պատմում էի իմ մանկության մասին, պատմում էի, որ Թեհրանի փողոցներում շրջիկ մրգավաճառները երգելով գովում էին իրենց խնձորը, բադրջանը, եւ մայրս էլ պատշգամբից երգելով գինն էր հարցնում, սկեսուրը ջղայնանում էր եւ ամբողջ փողոցը ծիծաղում էր։ Իմ ենթադրությամբ Հրանտը նմանություն էր տեսել իմ մոր եւ իր մոր միջև կեսուրների հետ հարաբերությունների միջև եւ միջավայրի վերաբերմունքի միջև։ Բերանտել մաքուր պահի շատ լավն ես։ Իմ բերանից մենակ ճիշտ խոսք է դուրս գալիս։ Ճիշտ է դուրս գալիս, բայց պետք է ներենք, համբերենք, սիրենք,
թուրը թվանքով բան չի լինի, բալաջան։ Ես քո բալեն չեմ։ Ինձ Աստված անմեր է ստեղծել։ Դու իմ երեխայի կյանքը կերար։ Չուտեի այ կնիկ։ Էլ չուտեի, քնում, ուտում, թքում, ոտե եք լվանում 20 մարդով մի տան մեջ։ Մեկը մեկի մի մազին չէր դիպչում։ Ուրեմն Հրանտն ուզում էր կերտել մոր մոնումենտալ կերպարը։ Աշնան արևում խորտմոր ձեռի տակ մեծացած, շուտ մարդու տված աղջկա ծանր չարքաշ կյանքն է, բայց այդ աղջիկը չի խորտակվել դրանից, այլ վերածվել է քարից հացքամող, արարող, կենսահաստատ մայրաստվածության։ Նայ, այս բոլորը տղայիդ շնորհքն է։ Սիմոնիդ մատներն ու իմ ջղերը։ Արդեն ասեցի, որ վիպակը բեմադրվել է նաև Երևանի դրամատիկական թատրոնում, նաև Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում։ Այդ տարբերակներում կարծես փորձել են ստեղծել Հրանտի ուզածը եւ մոր Երևան գնալու այդ պատմությունից կերտել Մագելլանի ճամփորդությունը։ Ու որպեսզի աղունի ճշմարտությունը ավելի հնչեղ ու համոզիչ լինի, նրա այսպես ասած հակառակորդ սկեսրոջ կերպարը վերածել են սատիրիկ գրոտեսկի։ Երևանում, Երևանի դրամատիկականում այդ դերը խաղում էր Ժաննա Մսրյանը, Վլադիմիր Մսրյանի քույրը։ Երբ նա բեմ էր մտնում, կուզեկուս, ծանր լսելու պատճառով ծղրտալով, գորգորալով, փնթփնթալով ողջ դահլիճը պայթում էր ծիծաղից։ Չորանա դրա մոր լեզուց, չորանա, որ Սիմոնից կյանքը կերա։ Ձեր կինը իսկական ծաղրանկար էր թատերական ներկայացումներում եւ աղունի արձագանքը նրան կծոցները հեգնանքը ընկալվում էր իբրև արդար հատուցում սկեսրոջ երբեմնի դաժանությունների։ Իսկ ինչպիսին է Բակրատ Հովհաննիսյանի սկեսուրը, որի դերը խաղում էր Ժաննա Թովմասյանը։ Չլինի քո տեսակը, վերանա քո տեսակը, Աստծո գարան աշխարհը փչացրիկ։ Ծաղրանկարի փոխարեն մոնումենտալ էպիկական կերպար է ի տարբերություն բեմադրության կարիկատուրայի։ Միաբևեռ մայրիշխանական արխետիպը, որ մարմնավորում էր աղունը, այստեղ երկբևեռ է։ Աղունի ճշմարտացիությունը անմիջապես հարցադրվում է, երբ բեմ է մտնում սկեսուրը իր ճշմարտությամբ։ Երկու կին, երկու մայր կանգնած են դեմ դիմաց իրենց համոզմունքներով եւ երկուսն էլ բերում են կենսական սկզբունքներ ու աշխարհայացք։ Եվ այդ երկու սկզբունքը հավասար ուժ ունեն ու համոզչականություն։ Մի սկզբունքը կուզեկուս ու ծղրտան չի, այլ կանգնած է դիք ու հավասար։ Եվ ինչ է ասում։ Ասում է սեր։ Աղունը հակադարձում է. Գոմում ինչ սեր։ Գոմում ինչ սեր։ Գոմշի թրքի ու տնքոցի մեջ ինչ սեր։ Իմ ունեցածը գոմ էր, գոմ եմ տվել։ Սերը նեղորի համար է այ որդի, մարդիկ նեղության մեջ պիտի իրար սիրեն։ Բացեղի ոչինչ։ Բայց սխտորը չմոռանաս։ Վիպակում այդ հատվածն ավելի ընդարձակ է եւ այդ հակադրությունը ծավալվում է բավական երկար։ Սեր ու բարեկեցություն։ Ֆիլմի աղունին չհավանողները նախընտրում են մեկնաբանությունը աղունի որպես արարող, քարից հաց քամող, կենսահաստատ, երկրի ջիղ։ Երկրի ջիղ վերնագրված էր աշնանարևը իր առաջին տարբերակում, ամսագրային տարբերակում։ Ով գլուխ ունի խորամանկ է, ով գլուխ չունի ուրակ ու կացին է բանեցնում, քեզ ու քո աղբեր ընդրանիկի պես, ու քո տղա Արմենակի նման։ Սա մայր ու հայրենիք համաձուլվածքի տարածված արխետիպն է, որ հրաշալիորեն մարմնավորված է վիպակում, բայց Բակրատը հարցադրում է անում բասերը եւ անում է զարմանալի մի բան։ Ափսոս, որ մի անգամ ենք ապրում։ Կանացի ինքնության կաղապարը, որ հիմնականում երկատված է որպես Եվա ու Լիլիթ, որպես մայր ու սիրուհի, որպես օջախ ու սեռականություն, այս երկուսի տարբեր սկիզբներ հաճախ հակադրվում են արվեստի տարբեր գործերում։ Եվ բնականաբար սիրո մարմնավորումը կրակից ու քամուց կերտված տարերքն է, դիցական չքնաղ Լիլիթը, իսկ այստեղ ծեր կինը։ Սիրո դատապաշտպանը ֆիլմում այլևս շահառու մասնակից գործորդ չէ, այլ զուտ մաքուր սկզբունք, մանիֆեստ։ Եվ ուրեմն Բակրատը առանց աղունին նսեմացնելու նրա տուն արարելու կենսաստեղծ սկզբունքի դիմաց դնում է մի ուրիշ կենսաստեղծ սկզբունք՝ սերը։
Եվ հենց միայն այդ զուգադրումից աղունը տուժում է։ Եվ սկսում ես տեսնել մի քիչ այլ բաներ, ասենք, որ աղունը ի վերջո ավելի լավ է դրված կյանքի մեջ, քան նրա ամուսին Սիմոնը։ Աղունը հուշում է սովետական օրենքները շրջանցող շուստրություններ, սոցիալական սանդղակով բարձրանալու հմտություններ, ասենք, որ քաղաք գնացած ու այնտեղ գրող դարձած որդու շրջապատին պաշտոնյաներին կարելի է գյուղ հրավիրել, պատիվ տալ եւ այլն։ Գնում եմ Երևանից քեզ համար մի թափուր պաշտոն բերեմ։ Այս շան տղեկը վայթե քեզ պաշտոնի մոտիկ չեն թողնում։ Պաշտոն մարդիդ համար բեր։ Իմ մարդն աշխատանք է սովոր։ Դու պաշտոնի։ Բայց ինչ ես փետը ձեռդ կալել։ Ցավում է հայ աստծո, ցավում է սանտերը։ Որ մի թեթև պաշտոն տան կանցնի ցավդ։ Ու թեպետ աղունի սկեստրոջ երազած Աստծո գարան աշխարհը մի քիչ կրոնական դրախտ է հիշեցնում, բայց ֆիլմից հետո մնում է սիրո նրա պահանջը որպես խնդիր, որպես հարց, որպես հակադրում բարեկեցիկ կյանքի ձգտման, որ այնքան ակտուալ է այսօրվա մեր աշխարհում։ Ձեր կողքինով էլ լինի լեզուն 2 մետր է լինելու։ Քանի որ դուք անլեզու եք, ձեր շահն ուրիշն է պաշտպանելու։ Հիշեցի, որ տարիներ առաջ հեռուստացույցով մի հարցազրույց եմ տեսել Նիկիտա Միխալկովի հետ իր նկարահանած Օբլոմովի մասին։ Գոնչարովի վեպը կարդացածները կհիշեն, որ վեպում կան երկու հակադիր կերպարներ, Օբլոմովը, որ ծույլ ու ալարկոտ է, եւ Շտոլցը, որ գործարար, պրագմատիկ, աշխույժ կերպար է։ Հարցազրույցը կարծես ֆիլմի պրեմիերայից հետո էր եւ դահլիճում հանդիսատեսներ կային եւ մարդկանց հետաքրքրում էր, թե ինչու է այդպես նկարել ֆիլմը, եւ Միխալկովը պատասխանեց, որովհետեւ Գոնչարովը այնպես է գրել, որ դուք սիրեք Շտոլցին, բայց ինքը սիրել է Օբլոմովին։ Հրանտը սիրել է աղունին։ Բակրատ Հովհաննիսյանը իր ֆիլմով հարցնում է. ում եք դուք սիրում։ Small, big, medium, large, standard, compact, super, usual, extra, ultra. Ultraviolet. Իմ ցաված սիրտ քեզով հետ կբերի։ Մի քիչ տարօրինակ է սիրտը հետ բերելու էս պատկերը։ Սրտի մասին հազարավոր ձևակերպումների մեջ չեք գտնի նման պատկեր։